Զորավար Սեպով պատմաքաղաքական վերլուծական կենտրոնում շարունակում ենք մեր քննարկումների շարքը։ Բարև ձեզ։ Պարոն Ներսիսյան, թերևս այսօրվա մեր առաջին հարց հիմնախնդիրը գծիկով կարծում եմ կարելի է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարությանը, որը վերաբերում էր Արցախյան հիմնախնդրին ինչ-որ առումով, վերաբերում էր Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին եւ այլն։ Ինչու եմ սա կարևորում, որովհետև բավական հստակ դիրքորոշում արտահայտվեց երկու կողմերի միջև։ Մի մասը կարծում էր, որ ԱԳՆ-ն այս միջոցով փորձում է փրկել, այսպես ասած, Հայաստանի Հանրապետության սուվերենիտետը, իսկ մյուս հատվածը կարծում էր, որ այս միջոցով Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ պաշտոնապես հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից, նաև փախստականների իրավունքների պաշտպանությունից եւ այլն։ Իրոք դա կարևոր հարց է, ես կարդացել եմ եւ մի կողմի արտաքին գործոս նախարարության կողմի եւ մյուս այդ նրանց հայտարարությունը։ Հիմա հարցին կարծում եմ, որ պետք է մոտենալ երկու տեսանկյունից՝ զգացմունքային եւ իրապաշտական։ Եթե մենք հարցին մոտենում ենք զգացմունքային տեսանկյունից, որը շատ քաղաքական ուժերը հիմնականում ընդդիմադիր դաշտում չարաշահում են, թե Արցախը իշխանությունները զոհեցին, չէ, Արցախը իշխանությունները տվեցին, հիմա ոչ մի բան չեն անում, չգիտեմ ինչ։ Դա նշանակում է զգացմունքներին տուրք տալ, որովհետև Արցախը հիմա փաստորեն քանի որ դե ֆակտո չկա, որպես պետություն լուծարված է։ Դե յուրե Արցախը երբեք միջազգայինորեն չի ճանաչվել եւ հիմա դե յուրե կա իր սահմանադրությամբ։ Հիմա ամբողջ աշխարհը արդեն Արցախը հաշտվել է այն գաղափարի հետ, որ Արցախը Ադրբեջանի մաս է եւ մեր իշխանություններն էլ ինչպես հայտնի է գնում են ամեն կերպ արագացված տեմպերով փորձում են գնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չէ։ Հիմա իսկ այդ խաղաղության պայմանագրի 17-րդ կետերի մեջ կետ կա, որ պիտի Արցախի հարցը ինչ-որ կերպ լուծվի, չկա, այսինքն Արցախը մեր արտաքին քաղաքական օրակարգից դուրս է ավված։ Խնդիրը վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետության։ Այս տեսանկյունից, որ մենք նայում ենք հարցին, այս տեսանկյունից էլի ուրիշ բավարարությունների տեղի չկա, Արցախի խնդիրը հիմա իշխանությունները ում հետ եւ ինչպես կարող են քննարկել։ Եվ ամբողջ աշխարհը այդ հարցում մեզ թողել է մենակ։ Հիմա առնվազն թերևս Արցախի ղեկավար այդ մարմինները, որոնք կան դեռևս նախագահ եւ այլն, որը լուծարեց, չէ, բայց իրենց հայտարարության մեջ գրում են, որ նախագահը իրավունք չունի լուծարելու։ Հիմա իրավունք ունենա թե չունենա, նա լուծարել է, գուցե սահմանադրորեն դա հակասական վիճակ է ստեղծել, օրենքը իրոք սահմանադրորեն իրավունք չունի, ամենայն դեպս նրա լուծարման որոշումից հետո Արցախը այլևս չկա, Արցախը հայաթափվեց։ Հիմա ինչ խնդիր դնես, եթե դնես Արցախի հայության վերադարձի հարց, դրա համար պետք է անվտանգության ռեալ երաշխիքներ ստեղծվի եւ Արցախի գաղթական փախստական դարձած ժողովուրդը երբեք էլ այս պայմաններում չի վերադառնալ։ Ուրեմն այստեղ մնում է խնդիրը հետեւյալ կերպ լուծել Արցախահայության սոցիալական, նյութական հարցերը, որ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ կերպ բավարարել։ Իսկ մնացածը, որ Արցախի հարցը դնել, նորից քննարկել, դա կամ Արցախի պետականության վերականգնման հարց, եկեք ծուռը նստեք, ոնց որ ասում է ժողովրդական ասացվածքը, շիտակ խոսանք, էլի, դա ոչ մի կերպ հնարավոր չի։ Քանի որ խոսեցինք նաև խաղաղության պայմանագրից, այն քայլերից, որոնք Հայաստանի Հանրապետությունը փորձում է տանել տարածաշրջանում խաղաղության հաստատման, հարատև խաղաղության, մենք տեսնում ենք այս պահին կարծես թե հայտարարվում է երկու կողմերի միջև Հայաստանի եւ Ադրբեջանի, որ գրեթե բոլոր կետերը համաձայնեցված են, փոխադարձ պայմանավորվածություններ կան իհարկե բանավոր
երկու երկրների միջև, հա, խաղաղության պայմանագիրը կնքելու, բայց ինչ ենք մենք փաստացի տեսնում, դե ֆակտո տեսնում ենք, որ խաղաղության պայմանագրի թղթին հանձնելու process-ը իրավական, հա, process-ը այդպես էլ անդադար հետաձգվում է։ Որն է այստեղ պատճառը, որովհետև ցանկացած իրատեսական վերլուծություն կփաստի, որ Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի որևէ պրագմատիկ շահ չկնքելու խաղաղության պայմանագիր եւ փաստացիորեն երկրորդ կողմի, այսինքն Ադրբեջանի մեջ է որոշակի խնդիրներ, այսպես ասած։ Շատ տեղին հարցադրում է, տեսեք ինչ տեղի ունեցավ մի ամիս թե մի քիչ կողմենքով առաջ, փաստորեն երկու կողմն էլ հայտարարեց, որ 17 կետերը համաձայնեցված են, չէ՞։ Եվ բայց դրանից հետո շատ չանցած եւ մինչեւ այդ ասեմ, որ գրեթե ամբողջ աշխարհը, չէ, արևմուտք, արևելք, խոսքով բոլորը տարբեր մակարդակներով ողջունեցին այդ խաղաղության պայմանագրի նախագծի հաստատումը երկուսի կողմից ու կոչ արեցին արագացնել։ Նաև ռուսական կողմը, չէ՞, նաև ռուսական կողմը, բայց այնտեղ կար նաև մի մաս, որ մենք պատրաստ ենք եռակողմ ձևաչափով, որ նախկինում կար Հայաստան, Ադրբեջան եւ Ռուսաստան, հարթակ տրամադրել, քննարկելու համար։ Սա շատ խոսուն բան էր, հավելում էր այդ ուրեմն հայտարարության մեջ, որը ինչ-որ մի բան է ենթադրում։ Այսինքն ինչ է ենթադրում։ Ենթադրում է, որ ճիշտ է երկու կողմից համաձայնեցված են այդ 17 կետերը, բայց ձգձգվում է դարձյալ։ Իսկ ինչի է ձգձգվում։ Ձգձգվում է, որովհետև այն պետությունը չկա, ուժեղ այն պետությունը չկա, որը կարող է ստիպել եւ միջնորդ հանդիսանալ, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը կնքեն խաղաղության պայմանագիր։ Այսինքն ես կարծում եմ, որ այստեղ կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի կողմնորոշումը, որովհետեւ այս պայմանագիրը եթե կնքվի սեպարատ առանձին երկու պետությունների միջև, ասեք, սա հակասական վիճակ է ստեղծում նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի հետ, որը բնականաբար նշանակում է, որ ռուսական դաշնային ծառայությունները պիտի վերահսկեին այդ միջանցքը, բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունները դրել են այնպիսի խնդիր, որ մեր կողմը պիտի ուրեմն վերահսկի եւ արտատարածքային միջանցքի մասին խոսք լինել չի կարող եւ ճանապարհները պիտի բացվեն, տեսեք, ճանապարհների բացելը բոլորի շահերից է բխում, բայց այստեղ մեծ տերությունները հստակապես Ռուսաստանը այստեղ խնդիր ունի եւ տեսեք, երբ որ մենք նայում ենք արևմուտքի կողմից, արևմուտքը իրոք անկեղծ է եւ արևմուտքը ուզում է, որ հայ-ադրբեջանական համաձայնագրի նախագիծը դառնա համաձայնագիր կամ պայմանագիր։ Թուրքիան էլ է ուզում, որովհետեւ Թուրքիային ամենևին ձեռնտու չի հիմա, որովհետեւ Թուրքիայի գլուխը խառն է միջին արևելքում, մերձավոր արևելքում, Սիրիայում, նրան ամենևին եւ ներքաղաքական հարցերով նրան բոլորովին ձեռնտու չի, պարզապես Թուրքիան այդ հարցերով նայում է հայ-ադրբեջանական ուրեմն համաձայնության, այսինքն Ադրբեջանը ու Հայաստանը եթե գնացին համաձայնագրի ստորագրմանը, Թուրքիան հաստատ սահմանները կբացի եւ նրանք կողմնակից են, որ արագ լինի, նրանք ասում են, բայց չեն կարողանում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, Ալիևին չի կարող, Էրդողանը չի ստիպում ամենայն դեպս։ Ով է խոչընդոտում, Ռուսաստանի Դաշնությունը։ Հիմա Ռուսաստանի Դաշնությունը այստեղ կարող է խոչընդոտ հանդիսանալ, որովհետեւ դեռևս Ռուսաստանի համար հստակ չէ, այսինքն ավելի ճիշտ Ռուսաստանի համար հստակ է, որ եթե պայմանագիրը կնքվի, ինքը իր ազդեցությունը այս տարածաշրջանում գործունում է, տարածաշրջանը որպես ազդեցություն ոլորտ աստիճանաբար գործունում է, որովհետև պատկերացրեք, եթե համաձայնագիրը կնքվի, ճանապարհը բացվեն, Նախիջևանով ճանապարհ տրվի եւ երկաթուղի Ադրբեջանն ու Նախիջևանը իրար հետ կապելու, դրան կհաջորդի Թուրքիայի հետ սահմանների բացումը, իսկ Թուրքիայի հետ սահմանների բացումից ինչ է շահում Ռուսաստանը։ Կարող է Թուրքիայի հետ սահմանների բացմանը արդեն հետևի մեր կողմից կտրուկ պահանջ, թե 102-րդ բազան այստեղից քաշի։ Սա մեկ։ Երկրորդ, տեսեք, Ադրբեջանը նաև դանդաղում է մեկ այլ պատճառով, որովհետև
Իրանի հետ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգների Իսրայելի հետ լարվածությունը դեռևս գտնում է իր բարձրակետին։ Ճիշտ է, երեք որոշեցին, որ պետք է ուղղակի կերպով արդեն բանակցեն, բայց Ադրբեջանը իմ կարծիքով, ես իմ կարծիքն եմ ասում, Ադրբեջանը ամեն կերպ մտածում է ցկցկել այս համաձայնագիրը, որովհետև կարող է պատահի չի բացառվում, որ Իրանին Թրամփը հրամայի խփել, ինչպես որ հայտարարում է, չէ՞։ Եվ այս ստեղծված քաոսից, քանի որ Իսրայելն է նաև Ադրբեջանի կողմից է, ավելի շատ Իսրայելն էլ իմ կարծիքով, իմ խորին համոզմամբ Իսրայելն էլ է այս հարցում շահառու, այսինքն նա կողմնակից չի, որպեսզի այդ պայմանագիրը հիմա կնքվի, որովհետև նա խնդիր ունի Իրանի հետ։ Իսկ Իրանը հիմա իր շահերից ելնելով միակ զսպող ուժն է Ադրբեջանին, որը Սյունիքի վրա չի կարող հարձակվել։ Եթե Սյունիքի վրա հարձակվի, ամենայն դեպս նա դեմ է եւ բազմաթիվ հայտարարություններ։ Դա Իրանի համար շատ կարևորագույն խնդիր է, բայց Ադրբեջանը ըստ իս Ալիևը սպասում է դրան։ Հակառակ դեպքում, ես տեսեք, մի բան հարցին հարցով էլի պատասխան։ Տեսեք, ենթարենք պետությունները կնքում են պայմանագրեր կամ համաձայնագրեր։ Եվ այդ համաձայնագրերը ունեն իրենց կետերը, մենք այդ 17 կետերի մասին գաղափար ընդհանուր առմամբ կազմում ենք, բայց մանրամասնորեն չգիտենք, չէ՞։ Հիմա ասենք ադրբեջանական կողմը, որ ասում է սահմանադրության մեջ փոփոխություն պետք է անել, չէ՞։ Դա գիտեք, ծիծաղելի է ինչու։ Եթե ասենք թե պայմանագիրը կնքվի, սահմանադրության մեջ փոփոխություն չարվի, Ադրբեջանն էլ եթե իր հնարավորությունները կարող է խախտել պայմանագիրը եւ Հայաստանն էլ եթե իր հնարավորությունները ներեն եւ հարմար գտնի, կարող է խախտել պայմանագիրը։ Այսինքն սրանք արհեստական բաներ են, որ նրանք անում են եւ ինչպես որ այս սահմանում իբրև թե լարվածություն, իսկ ճշնամական դրամադրված, ասենք, կողմը ներկայացնում է, որ բանը սահմանները խախտվում են։ Ես ասում եմ էսկալացիայի վտանգի, բայց ես չեմ տեսնում, բայց ամենայն դեպս այդ ձգձգումը Ադրբեջանի կողմից կա։ Եվ սա ես կարծում եմ դեռևս էլի կձգձգվի, ու մենք այդ մասին շատ ենք այստեղ խոսել, քննարկել, որովհետև Ռուսաստանը Ուկրաինայում դեռևս խրված է եւ ինչքան էլ Թրամփը ջանքեր է գործադրում ու իր եմբրորոշ ամբիցիոզ ոճով հայտարարում, թե այսպես կլինի շուտով համաձայնության կգան եւ այլ, կարծում եմ, որ ինչպես ասում են, ժողովրդական լեզվով այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի։ Դուք նշում եք, որ էսկալացիայի վտանգ չկա, բայց միաժամանակ մենք տեսնում ենք, որ մոտավորապես 2 շաբաթից ավել է, ինչ Ադրբեջանը իր քարոզչական չվարանենք ասել հզոր մեքենայով, իդեմս պաշտպանության նախարարությունը անդադար հայտարարում է, որ իբր հայկական կողմը խախտում է սահմանային, անդորը գրակում ադրբեջանական դիրքերի վրա։ Իհարկե պարզ է, որ այս ամեն ինչը հերթական իրենց քաղաքական բաղադրիչ տարերից մեկն է հանդիսանում, որովհետև փորձը ցույց է տալիս, երբ որ Ադրբեջանը նման օրինակ հայտարարություններով է հանդես գալիս, ապա դրանից ոչ շատ անցած որոշակի կոնկրետ պրակտիկ գործողությունների է գնում ուժի կիրառման համատեքստում։ Ինչ ակնկալենք այստեղ, պարոն Ներսիսյան։ Միգուցե սա կապ ունի խաղաղության պայմանագրի հավանական կնքումը ձգձգելու process-ի հետ։ Միայն դրա հետ։ Ասեք, երբ որ 44 օրյա պատերազմը սկսվեց, դա անակնկալ էր, չէ՞։ Ոչ մի ինֆորմացիա չկար, որ կարող է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ Այսինքն, եթե էսկալացիայի է ձգտում, պատերազմի է ձգտում պետությունը, նա նախապես այդ մասին չի հայտարարում։ Կարող է հայտարարել անմիջապես այդ հայտարարելուց հետո հարձակվի, չէ՞, ինչպես որ եղել է պատմության ընթացքում, բայց հիմա Ադրբեջանը եթե ձգտեր պատերազմի կամ իրավիճակի սրման էսկալացիայի, այս անդորը, ինչպես ասում են, սահմանային խախտելու այդ փորձերը փորձենք մենք պայմանավորել նրանով, որ դրանով նա ինչ-որ բան է նախապատրաստում, դա հիմնազուրկ է, որովհետև հարձակվողը կհարձակվեր, հիմա բայց Ադրբեջանը այն վիճակում չի, որ հարձակվի Հայաստանի վրա, սա մեկ եւ երկրորդ, չանտեսենք նրանց այն ուրեմն մտահոգությունը նաև, որ անդադ ասում են, չէ, թե հայկական կողմը զինվում է։ Նրանք մեզանից մի քիչ ավելի առաջ են զինման, բանակի, մակարդակի, չգիտեմ ինչ տեսանկյուններից, բայց
այնպես չի, որ մենք էլ ցանկացած պատերազմի դեպքում կարող ենք նորից ինչ-որ տարածքներ տալ։ Այս դեպքում, որ պատերազմ եղավ 44 օրյայի նման արդեն չի լինելու իմ խորին համոզմամբ, եւ մեր կողմն էլ անպայման կպաշտպանվի։ Հիմա դրա համար կպաշտպանվի եւ կարող է եւ նաեւ հակահարձակել լինել եւ մեր կողմը ունի նաեւ պաշտպաններ այդ առումով։ Ճիշտ է, կարող է դաշնակցային օգնություն չլինի, ճիշտ է, կարող է հայաստանցիներ չկան ուժեր չկրվեն մեր կողմից, բայց հիմա ամբողջ արևմուտքը, որ կողմ է այդ ձեր մեր մատնանշած դաշնագրի ստորագրմանը, դեմ է այդ ամբողջ process-ին։ Մանավանդ այս տարածաշրջանում իրավիճակի ավելի սրմանը դեմ է եւ արևմուտքը նաեւ Ռուսաստանը, որովհետեւ Ռուսաստանի շահերից էլ դա չի բխում, որովհետեւ Ռուսաստանի գլուխը, ինչպես ասացի, խառը։ Դրա համար նրանք կրակում են իբրև թե մեղքը գցում են մեր վրա, չընդունելով մեր իշխանությունների այն առաջարկը, որ մեխանիզմ մշակենք հսկելու համար, թե որ կողմն է կրակում, եւ մայր ասենք պաշտպանության նախարարությունը ինֆորմացիա է տարածում, որ ասենք օդի մեջ են կրակում, չգիտեմ ինչ են, այսինքն ինչ-որ արհեստականորեն, որպեսզի ձգձգեն այդ համաձայնագիրը, մինչև ոնց որ ասում են ջրերը զուլալեն, տեսնեն ինչ կլինի, էլի։ Դա չի, ամենևին դա չի ենթադրում պատերազմի ինչ-որ սկիզբ եւ իզուր տեղը թող քաղաքական ընդդիմադիրները մեր ժողովրդին չվախեցնեն։ Ես այդպես եմ մտածում։ Շատ լավ։ Արտաքին մարտահրավերներից, հակամարտությունից անցում կատարենք դեպի ներքաղաքական հակամարտությունները։ Խոսքը վերջին շրջանում Հայաստանի երկրորդ քաղաքում, հայրաքաղաքում Գյումրիում տեղի ունեցած քաղաքապետի եւ համայնքապետի ընտրություններն էին։ Մենք ինչ ենք տեսնում այստեղ, տեսնում ենք, որ փաստացիորեն իշխանության տեխնազոն, որքան էլ որ հավաքեց ձայների པարզ մեծամասնություն, միևնույն է դա բավարար չեղավ, որպեսզի նա դառնար Գյումրու քաղաքապետ։ Այս համատեքստում կարող ենք սա համարել որոշակի նախակարապետ հիմք հետագայում այն դոմինոյի էֆեկտով հավանական տարածման համատեքստում։ Կարծում եմ, որ ոչ։ Ուրեմն ճիշտն ասած ես հենց սկզբից շեշտեմ, որ ինձ համար շատ տհաճ է խոսել նման իրադարձություններից, որոնք բացահայտում են մի պարզ ճշմարտություն, թե ինչպիսի երկու թշնամական բանակի, 2-3, չգիտեմ, բանակի է վերածված մեր ժողովուրդը եւ ինչպես են իրար ուտում իշխանության համար։ Այստեղ եթե խնդիրը վերաբերվեր նրան, որ ասենք ինչպես շեշտում է ընդդիմադիր կողմը, իշխանությունները թուրք են, այսպես ասած, չէ, նրանք դավաճանական քաղաքականություն են մարում, Հայաստանի Հանրապետության պետության վերջը գալիս է, դրա համար պետք է գնանք իշխանափոխության եւ այս ֆոնի վրա դաշնակցեն երկու ուրեմն ազնվորություններ իրենց այդ խմբավորումներով, թե ինչ իրենց դաշինքներով, խոսքը նախկին քաղաքապետի եւ Գրիգորյան Մարտունի մասին է եւ այդպեսի կարգախոսով, որ ամեն ինչ պետք է անենք, որ ԿՊ-ն չգա իշխանության։ Եվ փորձել մենք սարը դատել, էլի, ինչ տեղ ունեցավ Գյումրիում։ Նախ Գյումրիում ԿՊ-ն է հաղթել։ Այսինքն հաղթանակը ինչպես են որոշում։ Հաղթանակը որոշում են ձայների մեծամասնությամբ։ Այսինքն ԿՊ-ն ավականու ընտրություններում ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուսները, չէ՞։ Հիմա խնդիրը այլ է, որ նա այնքան ձայն չի հավաքել, որ կարող է, որ 50+1-ը լրանա, որ կարող է միասնական կերպով իշխանությունը վերցնել, այստեղ գալիս է խնդիր, ուրեմն գալիս է խնդիր կոալիցիայի, չէ՞, որ միավորվեն, կազմեն իշխանություն։ Հիմա մյուս կողմն էլ արդեն իմիշատակած անձը հայտարարեց, թե ինքը միանում է Վարդան Ղուկասյանին։ Հիմա երկու թշնամի անձ, որ նախկինում կրակել են իրար վրա ինչեր են արել, չէ, եւ նախկին քաղաքապետը, որի վրա ինչ հանցագործություններ ասես կար, որի դեմ նաեւ մահապորտ կատարեցին, որի Փեսայի տեխնացուները սպանեցին տարիներ առաջ քրեական, ասենք, տարը, չէ, հիմա ինքը միանում է նրան, դնելով խնդիր, որ ԿՊ-ն չլինի, շատ լավ։ Հիմա մենք այսպես փորձենք անաչառ դատել։ ԿՊ-ն չլինի, ԿՊ-ն գնա, հեռանա, ասենք, ընտրությունները ճիշտ ճանապարհն են, որովհետև ցույցերով, մյուսով նրանք չկարողացան, չէ, իշխանությունից
հեռացնեն, բայց եթե ուրեմն երկու ուժ, երեք ուժ միանում են իրար ատելության հիմքով, ասենք օրինակ առանց լուրջ հիմնավորումներ մատուցելով, թե ասենք ԿՊԱ-ականները եթե չլինեն գնան, իրենք այդ ուժերը ընդհանուր 26 թվականի ընտրություններին կան իշխանության, ինչպես են Հայաստանը պատկերացնում Հայաստանի ապագան, ինչպես են պատկերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ապագան, եթե որևէ մեկը մտածում է, որ իր ասելով ռուսները պետք է գան այստեղ մեզ փրկեն, նա չարաչար սխալվում է եւ նույնը եթե արևմուտք, այսինքն երկու կողմից էլ ծայրահեղ այդ ճշնամական բանը կա եւ ես կարծում եմ, որ ինչպես sense սկզբից ասեցի, չի հաջողվի Գյումրիի ընդդիմադիրներին երկար ժամանակ պահել իշխանությունը, կարող է պատահի սկզբից, որովհետև երեք Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենք ԿՊ-ն մեծամասնություն է ստացել ձայների եւ ինքը պետք է փորձի կազմել իշխանություն։ Հիմա ձայները կերիք են թե չեն, երիքի այդ դեպքում մյուսները իրենց տեխնացուին առաջադրեն ու կազմեն, դա երկար չի լինի, որովհետև իմ խորին համոզմամբ թշնամիները երբ որ միանում են անձնական խնդրի վրա, այստեղ եկեք ոչ մեկին չխաբենք, մեր ժողովուրդն էլ խելոք իմաստուն է, էլի, ոչ մեկին չխաբենք, թե Վարդան Ղուկասյանը, չգիտեմ, մյուսը հայրենիքի շահով են, էլի առաջնորդում, պարզ հստակ հասկանալի է, որ անձնական շահն է ու պետական շահի գիտակցումը շատ աղոտ է երևում, որովհետև եթե պետական շահով առաջնորդվեն, պետք է ինչպես քիչ առաջ ասեցի, հաստեր բերեն ներկայացնել, որ իրենք ինչ այլ ընտրանքային ծրագիր ունեն։ Դա հիմա ասենք թե ենթարենք վաղը քաղաքացիական պայմանագիրը հրաժարական տվեց, չէ՞։ Եկավ ինչ որ նոր ուժեր, նոր դաշինքներ։ Նրանք ինչպես են պատկերացնում, ասենք Հայաստանի այդ գրաված տարածքներից Ադրբեջանի դուրս հանում են։ Օրինակի համար, էլի ինչպես են պատկերացնում, այսինքն համաձայն չեք, որ այս խնդիրները մութ են, այսինքն ցավալի է, ես ցավով եմ շեշտում, էլի, որ այսպես մեր ազգը բաժանվել է ճշնամական բանակների եւ իրար է ուտում։ Այստեղ հարցի երկրորդ հատվածն էլ կա, պարոն Ներսիսյան, դուք անդրադառնում եք հարցի մի խնդրին, բայց ցանկանում եմ նաեւ դրա ետնամասին եւս անդրադառնանք։ Այո, լիովին համաձայն եմ, որ քաղաքական ծրագիր պետք է լինի, բայց ինչու է մեր հասարակությունը հանդուրժում համանման քաղաքական գործիչներին, համանման քաղաքական գազམ་ակերպություններին, իդեմս կուսակցությունների։ Չէ՞ որ օրինակ Գյումրիում չխոսվեց ընտրակեղծիքների մասին, տոտալ ընտրակեղծիքների, եւ կարող ենք մենք որպես փորձագետներ կամ մեկնաբաններ փաստել, որ դա եղել է ժողովրդի պարզ ընտրությունը։ Այս դեպքում ուղղակի մի փոքր հակասական ընկալումներ են գալիս, թե ինչ է ուզում մեր հասարակությունը, մեր ժողովուրդը։ Նետել ներողություն բարես համար պատմության աղբանոց այնպիսի քաղաքական գործիչներին, ովքեր որ պետականամետ չեն, ինչպես դուք նշեցիք, անձնական շահերից ելնելով են X գործունեություն իրականացնում, դա կապ չունի, հա, կոնկրետ անձի մասին չի խոսքը գնում, այլ երևույթի, թե իրապես գնալ գաղափարական պայքարի ետևից, հստակ գաղափարական եւ քաղաքական ծրագիր ունեցող քաղաքական ուժերի ետևից։ Տեսեք, էլի հետաքրքիր հարց եք տալիս։ Այ որ ասում ենք հասարակությունը ինչի է իներտ, չէ՞։ Տեսեք, իմ խորին համոզմամբ հասարակության իներտությունը շատ հարցերում անտարբերություն է, որովհետև մեր հասարակության շատ քիչ մասն է մասնակցում այդ քաղաքական process-ներին, ասենք, չգիտեմ, նարդի խաղալուց, փողոցում հանդիպելուց զրուցում են մարդիկ, բայց ընդհանուր առմամբ քաղաքական առումով հասուն չի մեր հասարակությունը, իսկ այդ քաղաքական հասունության բացակայությունը ըստ իս պայմանավորված է նրանով, որ մենք չունենք այն առաջնորդները, որոնք ճիշտ ուղու վրա կանեն հասարակությանը։ Մենք ինչ քաղաքական լիդերներ ունենք։ Այս 1918 թվականից սկսած մենք միայն տեսնում ենք կռիվ ու պայքար։ Մի կողմից մյուսին սխալ անելու, թե ով տվեց Ղարաբաղը, ով էր մեղավոր, ով ծախեց, ով դավաճանեց, ով հարցը պետք է այսպես դրվի։ Բոլորն էլ ունեն իրենց մեղքի բաժինը։ Ի վերջո 98 թվականից հետո էլ ենք մենք այդ բազին խոսել,
Ղարաբաղի շուրջը բանակցություններ, որ Արցախի խնդրի շուրջը բանակցություններ, որ գնացել են էլի զիջելու պահով, չէ, զիջելու պահով, եւ մերոնք նույնիսկ համաձայնվել են որ ստորագրությունը դնեն, բայց այն կողմը չի համաձայնվել, եւ աստիճանաբար 1000 անգամ այդ մասի խոսել ենք, ի վերջո ինչքան կարելի է նույն բանը կրկնել, էլի, ամեն օր մենք ինչ ենք տեսնում, էլի, որ մի կողմը փորձում է վերցնել, այս ինչ օր է, այս ինչ թվին, այս ինչ ժամին, չգիտեմ, այս ինչ փաստաթուղթ է ստորագրվել իշխանական կողմը, մյուս կողմը, այս ինչ փաստաթուղթ դուք եք ստորագրել, դուք եք Ղարաբաղը տվել, նա է տվել, այդ բոլորը էլի մի անգամ եւս կրկնում եմ, որ այդ բոլորին պետք է մոտենանք համալիր ձևով, բոլորի սխալները տնենք, հասկանանք լավ վերջո, որ եղել է արդեն, հիմա որ վեր կացանք այդ հողի վրա թշնամացանք, այսինքն էլի Արցախի խնդիրը շահարկվում է, ինչպես հենց շահարկվում էր, երբ որ կար Արցախի հանրապետությունը, այսինքն Արցախի խնդրի շահարկմամբ իշխանություն էին պահում, իշխանություն էին փոխում, հիմա էլի Արցախի խնդրի շահարկմամբ հասարակությանը պառակտում են, ոմանք ասում են Արցախահայերը մեզ պետք չեն, չէ, ատելությամբ են լսվում, ոմանք ատելությամբ են լսնում հասարակությանը Արցախահայերի նկատմամբ, ոմանք էլ հակառակը։ Եվ հիմա այս բոլորը կախված է լիդերներից, նրանց քաղաքական մտածելակերպի որակից, որը շատ ցածր է, մեր հայ քաղաքական միտքը իմ խորին համոզմամբ ծիսականորեն է ծառայում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքական շահերին։ Խնդիրը գնում է միայն հիմնականում իշխանափոխության։ Իշխանափոխությունից հետո ծրագրվելիք քայլերը անորոշ են, մշուշապատ են, գրեթե չեն երևում։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հաջողություն։